Ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի իր տեղում նկատի ունեմ, մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք է խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նույն իրավապանների, բացահայտումների արդյունքում, օրինակ մեղադրվում են որոշակի հանցանքների մեջ, նրանց ասֆալտին չեմ փռում, Բայց Վարդանիկին էլ չեմ փռել ասֆալտին, սիրուն ժպտալով, վազելով գնում էր նստեր մեքենան, ի՞նչն եմ փռել։ Իրեն օրինակ չեն հրավիրել, փաստաբանը եւ ինքը հայտարարում է, որ չեն հրավիրել, եւ հետեւաբար մարդկանց մոտ մեծ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Ժորժ ջան, շատ մարդը, բայց դուք ես չեմ հասկանում, դուք ինչ եք Վարդան Ղուկասյանի տեղը ձեզ վացքում, երբ որ մարդը ուրախ, ժպիտով, շատ բան տենց որ կեշանկարում։ Դե վազելով գնում էր մեքենան նստել, բայց ինչ բռնություն է տեղի ունեցել, ինչ է տեղի ունեցել։ Բա խնդիրը որ ստացել Վարդան Ղուկասյանին պաշտպանել, ես իր մասով բացարձակապես վատ չեմ զգում, բայց իմ հարցը հետեւյալն էր. ինչու իշխանության ներկայացուցիչների պարագայում նույն ձև իրավապանները չեն արձագանքում։ Օրինակ, որ ում դեպքում ասենք Երևանի նախկին փոխքաղաքապետի, ձեր այն ազգային հերոսի վերաբերյալ եւ այլն, ովքեր Չէ, մի վարքյան էլի ում դեպքում տենց չեն արձագանքում, կոնկրետ օրինակ բերեք ու ինչ նկատի ունեք, այդպես չեն արձագանքում։ Ով կալանավորվեց Գևորգ Թամամյանին։ Սիմոնյան։ Հա, կալանավորվեց եւ նկատի ունեմ օրինակ իրավապանները ինչի չմտան, տենց Բայց ոնց մտնեին։ Ոնց մտան Գյումրու քաղաք։ Բայց շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան, ուրիշ բան, որ այնտեղ հավաքվեց մի զանգված, որը սկսեց ոստիկաններին Չէ, մի վարքյան, ինչ կապ ունի չեն հրավիրել։ Ժողովուրդ ջան, կարող է բանը Հարսանյաց տունը քննչական կոմիտեն, որ մարդուն պետքա պարտադիր հրավիրեն, բայց քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու։ Բա կներեք, չէ, մի վարքյան, քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում եւ պետքա զննություն իրականացնեն, պետքա ապացույցներ ման գան։ Այդ որ ասում եք ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարեւոր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաեւ անսպասելիության էֆեկտը նաեւ օգտագործելով կարողանան բան անել։ Մենակ դա ոնց որ դիմադիրների պարագայում է լինում։ Չէ, մենակ ընդդիմադիրների պարագայումը չգիտեմ, բայց գիտեմ, որ ցանկացած մի պարագայում, երբ որ հավաքվի ինչ-որ մի խառնամբող, որը սկսի ընդդիմադիր լրագրողներին, ոստիկաններին, ամենավերջին բառերով հայհոյել ու փորձել։ Ես էլ եմ դատապարտում, դե բա ասում եմ, այդտեղ խնդիրը, ժողովուրդ ջան, այն է, որ եթե Վարդան Ղուկասյանը նորմալ դուրս գար, նորմալ դուրս կգար։ Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Ինչ էր արել, որպես Եվ Ես վստահ եմ, որ հարկատուները հասկանում են պահի կարևորությունը եւ այդ դուրն ու լուսամուտը կվերանորոգվի։ Հիմա ԿՊ-ի օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնել, այսպես ասենք։ Ժորժ ջան, Գյումրու համայնքապետի պաշտոնը բան չի, տենց ճամպրուկ չի, որ վերցնես։ Հիմա չէ, սպասենք Սերժա Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային, տենանք էս մի խաչասերումից ինչ են ուզում ծնեն, հասկանանք, արդյոք այդ չգիտեմ, բայց պետքա հասկանալ, կարող է ինչ-որ նոր մուտանտ են ուզում ծնեն այդ խաչասերման արդյունքում, պետքա հասկանալ, էլի կարող է էլի թունավոր հղի Եթե հղիությունը շատ թունավոր լինի, չէ լավ շատ վատ բառ ասեցի, ներողություն եմ խնդրում, այդ բառը չօգտագործենք, այդ խաչասերումը ընթացքը եթե թունավոր ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես կանանցից, եթե այդ խաչասերման ընթացքը թունավոր լինի, բնականաբար Համաձայն եմ իրականում նրանց դաշնակցականների հետ համեմատել չարժեր, էլի ներողություն եմ խնդրում։ Պարոն Ալեքսանյան Ակնհայտորեն ոչ դաշնակցականներից։